Տիկին Վերժին, ձեր ամուսինը, ձեր գաղափարակիցն էր, ոնց հանդիպեցիք, դրա մասին կուզեք խոսեք։ Չեք հոգոցանում։ Հանրային գրադարանում։ Ես գնացի ժուրնալի բաժին, որ թերթեր կարդամ, այնտեղ հատուկ ժուրնալի բաժին կար այդ ժամանակ։ Սևաներ նստած էր մեկը դեմս, թերթեր կարդում։ Ես ինձ Ջղայնացա, վեր կացա, դուրս եկա, գնացի։ Զգացիք, որ ձեզ է նայում։ Այո, դուրս եկա, գնացի գիտկաբինետ և երբ ժամը 10 եղավ, փակվում էր, իջա ներքև, տեսեմ, միշտ ես վերջում էի մնում, գարդերոբում իմ վերարկուն արել, կանգնել է, ասեց, կներեք, բայց ինքը փակում էր, և դրա համար ասեց, արի դու վերցրու, սուտ, այս ամեն օր ինքը աշխատում էր, հիմա հանգարց փակելը բռնեց, մի խոսքով, այդպես ծանոթացանք, ինքը ինձ հետ սկսեց քայլել և սկսեց բանալ, ես մինիստրի տղա եմ, շատ շփացած եմ, շատ երեսարած եմ, ես ասեցի կներեք, ես այդպիսի մարդկանց հետ չեմ կարող քայլել, չէ, ուզում եք իմ մասին լսել, իսկականը, վաղը կգաք հանրային գրադարան, ես կպատմեմ իմ կյանքը, պատմեց, որ ինքը որբ է, ոչ մեկը չունի, հայրը գնացել է բանակ, չի վերադարձել, երևի զոհվել է, թուղթ էլ չի ստացել, մայրն էլ 36 տարեկանին մահացել է սրտի տկարությամբ, անունը Քնարիկ, այնպես որ բոլորովին ուրիշ բան, մեկ օրից մյուսը, ես ազդվեցի, հələ նույնիսկ կարծեմ արցունքներ եղան, բայց այդ բոլորը երևի գրվում էր միտեղ, ուզեցի երջանկացնել իրան, երեխաներ ունենալ, անունները դնել հորը մորը, ունեցա տղա էլ ունեի, բայց ափսոսնա մահացել է արդեն, աղջիկը փառք Աստծո կա, բայց դժվարություններով, այո, որովհետև մենք Սվերդլովի վրա էինք ապրում, մի փոքր սենյակ էր քանդեցին, այն էլ շատ դժվարությամբ, բայց տեսնող ասում է, այստեղ պիտի ապրես, դե ես լավ տուն ունեինք մամայի մոտ, ասեցի, այստեղ պիտի ապրեմ, որոշված է։ Քանի տարեկան եք այդ ժամանակ, որ որոշում կայացրիք։ Այո, 30 անց էի, Գաղափարակիր էր ձեր գաղափարակիրն էր, գաղափարակիր էր, կիսուր էր։ Ինքն էլ պարտիական էր, այո, ինքը իրավաբան էր դարձել, իր հարազատները իրան ստիպել են, որ ցիրուլնիկ դառնա, այսինքն սափրիչ վարսավիր, բայց ինքը որոշել է, որ իրավաբան պիտի դառնա։ Ես 5 տարի այս տունը ստանալու վարձով ապրեցինք, բայց տոկացինք, դիմացանք, իսկ քրոջս ամուսինը ասում էր, դու կանդիդատ, ամուսինդ կանդիդատ, դու բրդյական, ամուսինդ բրդյական, դու մչունիկ, տեղ մչունիկ, որ ապրիք, դա կուզենք աստեղ մնալ, ասեցի այո, կուզենք աստեղ մնալ, վաղը տուն էլ կունենանք, ամեն ինչ էլ կունենանք, և 5 տարի հետո այս տունը տվեցին, փառք Աստծո։ Քանի տարի եք միասին ապրել, երջանիկ եք եղել։ Բավականաչափ, իհարկե, ուղղակի չէր լսում, ասում էր լսի կնոջդ արա հակառակը, այդ բանը իմ վրա ազդում էր, այդպես չի կարել է։ Պիտի կնոջը լսել։ Այո, որովհետև կին այնուամենայնիվ բնազդ ունի, նա զգում է վտանգը որտեղից է։ Մայրս է, ես եմ ես փոքրիկը և մեծ քույրս, հետո ունեցանք 2 եղբայր զույգ և մի քույր, որոնք սովորեցին կոնսերվատորիայում, դժվարությամբ ես գնացել Մարտիրոս Սարյանի տունը, խնդրել, աղաչել, որ տղան ընդունի, 3 հոգու, ինչպես ընդունեք մի ընտանիքի, ընդունեցին մարդիկ, սովորեցին, ավարտեցին, վեր կացան գնացին, բա դա շնորհք է։
Հա, ինչպես ես դրեմ դրանց։ Գնացել են։ Ուր են։ Դա իմ վերքն է, ինչի վրան դրեցիք ձեր մատը։ Հիշաչարեք, կինոթեք։ Այս հարցում հիշաչարեմ։ Նրանք չպիտի լքեին, այստեղ սովորեցին, այստեղ օգտվեցին։ Ես չեմ ներում, երբ հիմա իրանք զղջացած են։ Հայրս ամբողջ կյանքում ներգաղթ է ուզել, եկել է, բերել է մեզ, բայց իրանք գնացին, բայց չես նեղանա, մեկը փող է տվել, եկել է հյուսային Բողոտայի վրա տուն է արել, դարվա գեսը գալիս է այստեղ, մյուսը Կանադայում է հարց գնացել, ինչ եմ անում այստեղ ամբողջ օրը ձույն է, մարդաբոյ, հա, իզուրել եկանք, չեմ անում ինչ զղջացել է։ Այս պապայիս 100 տարվա բանը փաստորեն ժամացույցը իրանն է։ Տիկին Վերջնեմ, այս տարի մարտին լրացավ ձեր 90 տարեկանը, ես 9 տասնամյակը ձեզ հետ, ձեր այս պայծառ միտքը, ձեր տեսքը, զարդերը ուզում եմ դրա մասին խոսեք, ինչպես է կարողացել տարիքին հաղթահարել, տարիքը հաղթահարել։ Չեմ նկատել, չեմ ուզեցել նկատել, ես ուզեցել եմ գործ անեմ, որովհետև մարդ, որ ծնվում է, պիտի անպայման, մի հետք թողնի, ոտնա հետք թողնի, նոր գնա այս աշխարից։ Իսկ պապաս միշտ ինձ սովորած, կամք աշխատանք և կորով, 3 ձիրքեր են, որոնք մարդ հողի վրա թե ջրի անպայման կհաջողի։ Սա իմ պատկամն է մեր նոր սերունդին։ Հայրին մեծ հայլի էր երկար, ընկավ կոտրվեց Եգիպտոսում, պապան իր ֆանտազիայով այսպես սարքել տվեց, որ օրիգինալ լինի և իմ տան փաստորեն պապայիս հիշատակն է։ Կա մի բան, որ ձեր կյանքում փոշմանել եք, կուզեիք փոխել իր ժամանակը, եթե հնարավոր լիներ վերադարձնել, այլ կերպ կապրեիք, ինչ որ մի բան կփոխեիք։ Չէ, շատ ճիշտ է։ Ձեր երկարակեցության գաղտնիքը ասեք, մենք էլ երկար ապրենք, բովանդակալից ապրենք, պայծառ մտքով ապրենք, ոնց է կարել, ոնց։ Այնուամենայնիվ գաղտնիքներ կան։ Դուք ինչ ասեք, առողջ ապրելակերպ, գուցե սնունդ, գուցե էլի գաղափար, ինչի ոնց եք հաջողացել 90 տարեկանում այս պայծառ միտք ունենաք։ Պապայիս շնորհիվ նա ինձ ուժ է տալիս։ Նա ինձ ուժ է տալիս։ Նա 44 տարեկանին մահացավ։ Ես իրանից 2 անգամ շատ եմ ապրել, հələ մի բան էլ ավել։ Բայց իր կիսատ թողած գործը չշարունակեմ, ուրեմն ես նրա աղջիկը չեմ։ Վերջ։